Պարոն Պապոյան, շնորհակալություն։ Կարծիք ունեմ, Հա, համեցեք։ Պարոն Պապոյան, ես ուզում եմ հասկանամ այդ մեքենաները, որ էլեկտրական են, ինչ սկզբունք եք դրել հիմքում։ Օրինակ, ես կուզենայի այլ սկզբունք դնենք, հաշվի առնելով, որ մեր բնապահպանական վիճակը քաղաքի լավ չի, ես կուզենայի, որ էլեկտրական մեքենաները ավելի շատ ծառայություն մատուցեն, քան ֆիզիկական անձերին լիներ, որ ավելի շատ քշվեր այդ մեքենան ու մեր էկոլոգիան չփչանա դրա փոխարեն մյուսը չէ։ Ուզում ասեմ դուք էկոնոմիկայի նախարարություն եք, մենակ դες բերել տանելով չի, բայց դրա շարունակությունը տրամաբանական, որ մեզ պետք է օգուտ տա։ Խնդրում եմ այդ հարցը ձեր մոտ նշեք, որ մյուս անգամ մեր լուծումը այն լինի, որ մենք օգնենք, աջակցենք, թեկուզ մի գումար էլ տանք, որ այդ ծառայություն մատուցող կառույցները այդ մեքենան բերում։ Մարդը բերում է սեփականատերը կարող է շաբաթվա մեջ 3 օր չի վարում այդ մեքենան, չի օգտագործում։ Մենք ինչ ենք ուզում անենք դեռ այս սկզբում։ Մինչև կշատանան ավելի լավ լինի։ Շնորհակալություն։ Այն կողմից կարծիք որպես Պարոն Մեսյան, այդ հարցն ենք ուսումնասիրել։ Իրականում այո, տարբերություն չենք դրել, բայց այնպես է ստացվել, որ այս անհատներով բերվածների մի զգալի մասը հենց այսպես ասած բերվել են տարբեր հիմնականում հենց այդպիսի նպատակներ, օրինակ տաքսի ծառայությունների համար են բերվել եւ այլն եւ այդպես վիճակագրություն հանեք, հասկանանք, որտեղ չի կարա լինի։ Դուք տալիս եք արտոնություն, բյուջե չի գալի այդ գումարը, բայց դուք տալիս եք, որ հետո ինչ լինի դա։ Նշանակում է ֆինանսների նախարարը թող ասի, եթե դուք դրանից գումար չեք վերցրել, նշանակում է դուք արտոնություն եք տվել։ Այդ գումարը պետք է գար բյուջե, ճիշտ է։ Ասել եք չենք ուզում, բա որ չեք ուզում ինչ է դառնալու դա։ Մեկը տանի իր ավտոտնակում կանգնացնի ոչ մի բան չանի, շաբաթը մի անգամ վարի չեմ ուզում։ Տվեք բոլոր թող ծառայություն մատուցեն, դիստրիբուցիա կլինի, տաքսուտակ կլինի, չգիտեմ օդանավականից տուրիստ կտեղափոխի, թող գնա մաքսիմում 24 ժամ աշխատի։ Շնորհակալություն։ Դե իրականության մեջ, երբ որ քվոտան վերցվել է, որպես նպատակադրում, ընդհանուր նպատակադրում է սահմանվել կանաչ տեխնոլոգիաների զարգացումը, բայց հաջորդիվ այլ նպատակադրում նաև ունենք, էական չի նոր քվոտա կունենանք թե ոչ, դա առանձին քննարկման հարց է եւ միայն Հայաստանի որոշման տիրույթում չէ, այնուամենայնիվ հիմա մենք ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն ունենք, որը շարունակվելու է գործել, այդ արտոնության պարագայում մենք մտադիր ենք ըստ էության մինչև 2 տարվա մեքենաների համար դա կիրառելի դարձնենք, որ դրանով իսկ նաև նոր տեխնոլոգիաների վրա հնարավորություն տալ, այսինքն մեկ այլ բան է, երբ որ էլեկտրական մեքենա է, բայց ինքը 10 տարվա մեքենա է, եւ շուտով իր դուք ավելացած արժեքի հարկից ազատելու եք, չեք կապելու իր գործունեության հետ։ Նկատում եմ, եթե նա տանի ծառայություն մատուցի, ընթացքում ավելացած արժեքի հարկը գոյանալու, դուք կարող եք այդ գումարը տեղափոխեք իրան, ասեք, դուք 2 տարվա մեջ մարեք։ Դրանով նույնպես կնպաստեք բնապահպանական խնդիրների լուծմանը։ Քննարկման հարց է, քաղաքականության որոշման հարց է, նորից էլի պետք է գեներացնի, չէ՞, պետությանն է դա ձեռնտու, քաղաքականության։ Դե ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության շահը է դա պահանջում, շնորհակալություն։ Այս պահին ազգային ժողովը այդպես է որոշել, եւ կառավարություն ստիպված է բնականաբար կանի այն, ինչ որ ազգային ժողովը որոշել է։ Ազգային ժողովի տիրույթում է այս պահին ու իսկ ինչ վերաբերում է 2 տարվա սահմանափակումը, դա արդեն նորից ակտիվ մենք քննարկումների մեջ ենք։ Հիմա ֆինանսների նախարարը խոսք է ուզում, երևի թեման այնքան է, որ շատ պետք է տրամադրել։ Կարճ ուղղակի ռեպլիկ անեմ սրա հետ կապված, որ մենք նաև պետք է լավ հասկանանք, թե ինչն ենք անվանում էլեկտրական մեքենա, որովհետև օրինակ պարոն Պապոյանի կողմից նշված մեքենաների մի մասը ունեն նաև բենզինով են աշխատում եւ հետեւաբար, այսինքն կա ամբողջական էլեկտրական եւ կա բենզինով եւ էլեկտրական հիմա ըստ էության պետքա այդ ձեր առաջարկած քննարկումների համատեքստում կարծում եմ, որ այդ հարցն էլ պետքա քննարկման առարկա դառնա, թեև ձեզ ասեմ, որ ՏՀՏ կոդերով այդ երկու տեսակի մեքենաներն էլ նույն կոդի տակ են գնում, դա է պատճառը։ Այսինքն սա Հայաստանի կողմից չի դասակարգվում այսպես։